Ես կարծեմ շատ ուրախ է ասում։ Հա, ես տենց ավելի ցանկացած չեմ հիշում այդքան խանդավառությամբ, այդքան ուրախությամբ, այդքան համերներով եւ մշակութային այսպես իրադարձություններով լի։ Ուղղակի երբ որ հիշում ես, ասենք, ինչի համար մի քիչ դեսոնանս է ստեղծվում իհարկե, բայց եկեն լինում է չէ, որ մեծ տարիքում մարդ է մեռնում, ասենք 90-ից բարեկամներով սկզբից գնում, հողարկավորում են, դու գալիս են տուն, երկու բաժակ խմելուց արդեն քեֆ է, ասենք քելեխի սեղանին, մոռանում են չեն հավաքվել, դե բայց այդ բան դեպք կա, մասնավոր դեպք կա, բայց որ ազգովի են տենց լինում, ասենք դա մի քիչ արդեն մտահոգիչ է իհարկե, չգիտեմ, ինձ թվում է ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակասն է, որտեղ բոլորի մեղումները շատ անկեղծ են, չգիտեմ, բայց մեղումները իսկապես զգում ես անկեղծ են բոլորի, նույն, ասենք մեր պարոն Աշոտյանը, որ երեխաներին տանում է, պատվով, զգում ես, որ անկեղծ մարդիկ ուզում են ինչ-որ մի բան անեն, բայց ռուսի ասած «Смахатели никакого չի получилось, как всегда», որովհետև մենք այդ մշակույթը չունենք, ցավոք, մենք շատ բաներ չունենք, սգալու մշակույթ, հենց այդ սգալու մշակույթը ունենք, բայց դա ոնց ասեմ, կազմակերպելու աշխարհին ներկայանալու բան, դա պրոֆեսիոնալների խումբ է պետք, որ նստեն մտածեն, ես հավակնություն չեմ ունի այդպիսի, ասենք, շուտ, կամ ներկայացում անել, ասենք, հա, ոտքի դատարանն է գալիս, եւս մեկ անգամ, գիտեմ, բայց այդ պետական մակարդակով կազմակերպելու համար մենք այդ մշակույթը չունենք եւ ցավոք կողքից մի քիչ դեսոնանս եմ զգում, ասենք, մի քիչ ծաղել է որոշ, ասենք, առումներով, ու հետո ասում ես դա չի վրա է ծաղում, լուրջ է այս ամեն ինչը։ Դա հենց երկու խոսքով է, թե չէ։ Այդ ինչի, չգիտեմ, ասեմ, հետևանք է, թե արդյունք է, որ այս կերպի ամեն ինչ։ Հետևանքը, ինչ ասեմ, մշակույթ չունենալու հետևանք է։ Մշակույթ, մեր քաղաքային մշակույթ դեռ չի ձևավորվում, մենք 26 տարի է փորձում ենք ապրենք, էլ ոչ այնքան անկախ, հա, ու այդ ամեն ինչը մի քիչ ժամանակ էր պետք է, այս հավելը մեկը շատ վրա հասավ, էլի շուտ հասավ, ժամանակ էր պետք, որպեսզի մարդիկ նստեին ավելի լուրջ պատրաստվեին եւ պատրաստվեին այն մարդիկ, ովքեր որ պիտի պատրաստվեին դրան, այլ ոչ թե երբեմն պատահական մարդիկ, ասենք, այդ ամեն ինչի մեջ, հա, որտեղ միգուցե այն բարդ էշելոնում կան մարդիկ, որոնք, ասենք, ճիշտ են մտածում, բայց քանի իջնում են, քան, ասենք, փչանում է, ասենք, ամեն ինչը, կամ միգուցե բարձրում է, չգիտեն, ես չգիտեմ, անալիզը շատ դժվար է, ասենք։ Ասում են նաև կոմունիստական շունչ կա այս ամեն ինչի մեջ, կա այդպիսի բան։ Կա, իհարկե կա։ Բայց կոմունիստական շունչը վատ բան չի, ասենք, ինչ ասեմ, նույն կոմունիստական տոները, որ հիշում ենք, տոներ լինեին, թե ուղղակի ինչ-որ միջոցառումներ, հա, դրանք բավականին պրոֆեսիոնալ են արվում։ Ես հիշում եմ, ասենք, մի սթից մի բանի համար, հա, չգիտեմ, մայիսի 1 լիներ դա տան նոյեմբերի 7 կամ մայիսի 9 լիներ, հա, որ ասենք էլի մարդիկ էին զոհվել պատերազմը։ Ես հիշում եմ ինչքան օղակներով պիտի անցներ ամեն ինչ, ամեն մի խոսք, ճիշտ է, մարազմի էր հասնում այդ ամեն ինչը, բայց ի վերջո ստանում ենք ինչ-որ մի հատ պրոդուկտ, մի հատ հիշեք խորհրդանյութեն պարադները, ինչ շքերթներ էին, ինչ բաներ էին, ոնց էին կարողանում, ասենք, դա կազմակերպել։ Հիշեք, ասենք, երբ որ մարդ էր մեռնում, ոնց էր ամբողջ երկիրը կարողանում կազմակերպել, սնքալ, ասենք, կինոներից բռնած ամեն ինչից, հենց դասավորվում էր այսպես։ Իսկ սա ոչ թե սովետական, դա սովետական միությունից վերցած ամենավատ բանը, այդ բանը հենց ապրծփր ինչ-որ բաներ անելը միայն, բայց այն կազմակերպվածություն, այն լուրջ մոտեցում, որ պիտի լիներ, չկա։ Այդ չեմ ասում, ասենք, գիտական, ինչ-որ տեն գիտաժողովներ լինեն, բան կարող պատահի կա, չգիտեմ։ Ինչն է շատ հենց այդ, ընտրեմ։ Ես կարծում եմ, որ մինչև այսօր 3 հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ, այն է, առաջինը այդ անմոռուկների մոլուցքը եւ չգիտեմ նույնիսկ տոնական տրամադրությունին դեպի տանող քանակը եւ որակը, երկրորդը հանրապետական կանանց շքերթը դեպի ծիծեռնակապերը
Եվ երրորդ ամենահայտնի իրադարձությունը Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան։ Դերևս երևի վերջինը ամենաաղմկալին է եւ հետաքրքիրը։ Մինչ այլոց ես խորին շնորհակալություն եմ հայտնում Քիմ Քարդաշյանին, որ այցելեց Հայաստան, որովհետեւ մի ողջ ազգ արթնացրեց։ Այնպես տպավորություն էր, որ քնած էր ոչ մի ողջ ազգ։ Արթնացրեց եւ ազգային փսիխոզի այս տրամադրություն, այս անընդհատ կայքերում գնաց այստեղ, գնաց այնտեղ, այս արեց, այն արեց, շատ հետաքրքիր է, մենք շատ հետաքրքիր ազգ ենք, կարողանում ենք եւ այդպես մասշտաբային գծել եւ բարձրացնել։ Այս դեպքում իսկապես շնորհակալ եմ եւ կարծում եմ օրինակ տեղին կլինի, որ Քիմ Քարդաշյանին օրինակ այսպիսի զանգվածային անկարգություններ կազմակերպելու, փսիխոզ կազմակերպելու համար ձերբակալել։ Եվ երկար ժամանակ Հայաստանում պահեն, մինչև կլուծվի բոլոր հարցերը, թե Թուրքիայի հետ կապված, թե Ադրբեջանի, թե ներքին հարցերը։ Իսկապես երևույթ է եւ շատ բուռն։ Ես ուղղակի ողջունում եմ, որ մենք արթնացել ենք, մենք ակտիվ ենք, մենք ապրում ենք այսօր։ Ապրում ենք մի բանով, չգիտեմ լավ է, վատ է, որ այդ բանով ենք ապրում, բայց ապրում ենք։ Լուրերը, այսպես, հա, լուրերի բացակայություն կար, վակուում կար եւ ինչ որ տեղատարապ հիմա պատկերացնում եք, հանդիպել է սրան, նրան։ Մի խոսքով, մինչև այսօր երևի այսքանը եւ լավ է, որ այսպես բուրն է երևի։ Տեսեք ինչ հետաքրքիր են հայկանայք, ծիծեռնակաբերդի հայկանայք, Քիմ Քարդաշյան։ Քիմ Քարդաշյանը իսկապես ուրախ եմ, որ եկել է։ Ուղղակի եթե մի քանի անգամ էլ գար դրանից առաջ, ավելի հանգիստ ընդունել, ասենք, որ մարդը ու Շարլ Ազնավուրը որ գա չեք զարմանա, չէ՞, ասենք։ Այս ընդունելություն ցավոք սրտի չի։ Հասկանանք այսպես, ես իրեն հարգում եմ մի sense բանով, նա իր սեփական հետույքով է փող աշխատել այդ ամբողջը։ Ոչ թե ուրիշի, այո։ Իսկ ոմանք ուրիշ մեր հետույքով են աշխատում, ասենք ես չեմ ուզում իմ հետույքով փող աշխատել։ Ասենք ինքը իրանով ունի աշխատում, վերջ։ Չի գողանում, հա, չի բռնա, չի ուրիշի բիզնեսը չի վերցնում բան, դե հիմա այդտենց աղջիկային չի ուզում, այ քեզ բան։ Թող ապրի շատ լավ արի իրավունքում։ Մանավանդ որ իսկապես PR-ի ասենք առումով, ասենք վատ բան չի էլ ինչ է։ Ագի մարդկի մանած ցեղասպանության մասին։ Հայաստանի մասին նաև։ Հայաստանի քարտեզիրակ իմանամ որ Ալբանիայի հետ չեն շփոթի կամ Ռումինիա։ Հա, որ ամենակ ասում ես Արմենիա, Ռոմանիա, չի ասենք կարծես։ Հիմա չեն շփոթի։ Ալբանիա, Ռոմանիա, հա։ Իսկ կանանց թեթև խանդավառությունը։ Էլի եմ ասում, երբ որ մարդ անկեղծ մի բան է ուզում անի, չես կարող իրանք լնգես։ Ես օրինակ չեմ կարող դռնեմ, ասեմ դուք սենց չես կարող իրանք լավ բան են ուզել սրանալ, բայց դե աղջիկներն էլ հետո ուրախացել են, չէ՞, ասեք ու քանի որ պրոֆեսիոնալ չի արվում այդ, մեկը չկա ձեռքաշարժ ակին հատից խելոք բայ, հասկանում ես, չկա այդ մարդը։ Առաջ կար այդ օղակները կային, որ մի հատ նայում են, սառում են, ասում լավ ինչ է սապուշապուշ սաղում, եկել ես թաղման ասենք, հա։ Իսկ դե որ չկա, ասենք, բացի թողի ասենք, ով ինչ ուզում անում է։